2009 թվականին ՀՀԿ անդամ, կարկառուն անդամ Սամվել Նիկոյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Ամերիկայի դեսպանատան բողոքումա, որ ահա Քոչյանը գալիս է, հասեք, օգնեք, խանգարենք եւ այլն։ Մենք ենք սկսել այդ տարանջատում, մենք ենք սկսել այդ process-ները, չէ, ամեն ինչ փաստաթղթավորված է նույնիսկ դեսպանատներում տակ, էլի որ նույնիսկ այդ WikiLeaks-ը կարդում ես, այդ դեսպանի ժողովրդական լեզվով ասած զալ են գնում, ասում ես, այս ինչ ձև է եկել վախեցած հայ հարայ փրկեք, էլի ցենց մի քիչ որ ընդհանրացնենք։ Այսինքն այդ տարանջատում այդ ոչ նույնը լինելը 2008 թվականից որ վառ արտահայտվել է, նախագահն ասում է, որ ես իմ հարցազրույցներով, կարևորագույն հարցերով միշտ արտահայտվել եմ, հիշեցնեմ մի քանիսը։ Դա հայ-թուրքական այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտություններ, որը տեսանք ինչ ավարտ ունեցավ, կարմիր գծեր, արագաչափեր, սահմանադրական փոփոխություններ, իշխանության մոնոպոլիզացիա, եւ այլ տնտեսական բազմաթիվ հարցերով նախագահ Քոչյանը պարզապես քննադատել է տեղ-տեղ շատ տեղ առաջարկելով իր լուծումները։ Գիտեք զարմանալին որն է, մի անգամ չլսեցինք, ասենք Քոչյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։